Նախ տեղափոխվենք Ճամբարակ 5 մարդու կյանք խլած երեկվա ողբերգական պայթյունի վայրում մեր թղթակից Արտակ Խուլյանն է աշխատում։ Ողջույն Արտակ, վիրավորներից սկսենք, եթե չեմ սխալվում, 11 մարդ էր երեկ հիվանդանոց տեղափոխվել, ունես տեղեկություններ նրանց վիճակի մասին։ Ողջույն Կարլեն, քիչ առաջ առողջապահության նախարարությունից Ազատությանը հայտնեցին, որ զոհերի թիվը Ճամբարակի բնակելի շենքի պայթյունի զոհերի թիվը 6-ի է հասել, 3 Երևան տեղափոխված, 3 տուժածներից մեկն է մահացել բժշկական կենտրոնում, մյուս 2-ի վիճակը միջին ծանրության է, մյուս բուժառուները գտնվում են հենց Ճամբարակի բժշկական կենտրոնում, նրանցից 7-ից 3 առավոտյան դուրս են գրվել, առողջապահության նախարարության տվյալների համաձայն, մյուս տուժածների վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս պահին այսքանը տուժածների վերաբերյալ Այդտեղ ինչ վիճակ է, Արտակ, արդյոք շենքը դեռ շարունակվում է բացազատված մնալ, ըստ կադրերի զգալի մի հատված շենքի չի վնասվել, ինչ են խոսում, այդտեղ կա հնարավորություն, որ ինչ-որ փուլում մարդիկ վերադառնան իրենց տներ։ Կարլեն, մենք էլ տեղում ծանոթացանք շենքի վիճակին, փաստացի շենքի առաջին մուտքը գրեթե ամբողջությամբ փլուզվել է, 3 հարկ ամբողջությամբ եւ կարծես թե տեսանելի է այստեղ հնարավոր չէ հետագայում ապրել թեկուս վերակառուցումից հետո, երկրորդ հատվածում շենքի երկրորդ մուտքում վնասը այդքան էլ տեսանելի չէ, սակայն տեղում մեզ ասացին նաեւ պաշտոնյաներ առանձին զրույցում, որ շենքում չեն տեսնում հետագայում բնակվելու հնարավորություն անգամ նորոգումից հետո։ Նշեմ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից քիչ առաջ տեղեկացրին մեզ, որ 33 ընտանիք է տարհանվել շենքից, նրանց մեծ մասը տեղավորվել են իրենց ցանկությամբ բարեկամների, ծանոթների տներում, ընդամենը 2 կին հյուրատներից մեկում են տեղավորվել։ Կարլեն։ Ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, 1 անձ դուրս է գրվել, նաև սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, բայց նախնական գնահատումը ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու, ներկայությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել ըստ նախնական գնահատման, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում եւ թե տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Հայաստանի ինքնապետարանի հետ կատարվել են աշխատանքներ, քաղաքացիներին այս առումով աջակցություն տրամադրելու համար, բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ, մեծամասնությունը բնակչության հրաժարվել է բնակարանների տանն են բնակվել, 2 կին ունենք, որ օգտվել են եւ այս պահին հյուրատանն են բնակվում։ Դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ պատճառների հատվածը այս շրջանակներում վերջնական կպարզվի։ Անվարջապես ներկայումս ոստիկանության վերակարգերը իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, բնակիչների գույքը չկորստվելու նախապայմանով եւ նաեւ ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, հետագայում նաեւ եթե փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար։ Բնական գազի պայթյուն է եղել։ Նախնական, այո, նախնական հետավարկած։ Իսկ կոնկրետ ինչ-որ անձի կամ բանդիկների դեռ այս պահին, այո, բոլոր բնակիչները հարցաքննվում են։ Երեկոյան ժամը 7-ի, 8-ի դրությամբ 2 տասնյակից ավել բնակիչներ հարցաքննվել էին։ Իդեպ Կարլեն, շենքի երրորդ մուտքը, որը այսպես տեսանելի առումով ամենակիչն է տուժել, 3 այնտեղից էլ բնակիչները տարհանվել էին, սակայն այսօր արդեն մեր նկարահանախումբը նկատեց, որ բնակիչների մի մասը հետ է վերադարձել է։ Այստեղ տեղում դեռ քննչական գործողությունները շարունակվում են, քիչ առաջ քննիչներն էին տարածքում,
Այս պահին շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում, ոստիկաններն են աշխատում տարածքում։